Այս սենյակը տեղափոխել ես, որոշել ես դրսում աշխատես։ Հա, դրսում լավ է աշխատում։ Բա տնօրինությունը տեղյակ է։ Չգիտես, որ տնօրինությունը մի ամիս ես եմ։ Ոնց ասես, շեֆ։ Ասի քո գլուխը չի ցավում։ Ինչի պետք է ցավը։ Լսի դու առավոտները դեղ ես խմում, որ թարմ տեսք ունենաս։ Լսի, ես ի՞նչ է վիճակդ։ Դու էլ ամբողջ գիշեր դիտմամբ խմում ես, որ առավոտները սենց ճմրթված տեսք ունենաս, ալե։ Որ մենք նույն ժամանակահատվածում դուրս եկանք, չէ՞, այդ փարթիից։ Հետո։ Հա, բայց դու նես տեսք ունես, ոնց որ մի ամիս Դուբայում հանգստացած լինես։ Մի տարբերություն կա, մենք իրար հետ էինք այդ իվենթին, բայց իրար հետ չէինք խմում։ Հա, խմելն է պատճառը, հա, չեկներս խմելուց չեմ կարող։ Հա, բայց դու տենց խմած չէիր այնտեղ, չէ՞։ Դու կարող ես գիտես կյանքի իվենթով է սահմանափակվում, բայց դրանից հետո։ Այդտեղից սկսի։ Մոտ ծայրեղությունից ծայրեղություն է, էլի ոնց որ հասկանում ես։ Ես կամ չեմ խմում, կամ խմում, ծխվում, ծբխվում։ Հասկացա, ստանդարտ հարբեցող։ Դա ավելի ճիշտ է, ասա, երեկ իմ մտքի չխմեցիր։ Որովհետև ես գործի ժամանակ չեմ խմում։ Ու ընդհանրապես ես խմել չեմ սիրում։ Հրեշտակ ես։ Հա, բա չիմացար։ Երեք հրեշտակի թևերս մեկ էլ վերարկուս թողել եմ օֆիսում, եկել եմ տանը։ Սխալ պատասխան։ Ուղղակի երեք հերդ հետդ էր, դրա համար չխմեցիր։ Մետոնս թարս կնայր, տեղում կչորանայր։ Տենց զգացվում էր։ Ինձ էլ էր նայում։ Հենց էր նայում մեկ-մեկ վախում էի շարժվեի։ Քեզ քիչ է նայել։ Բայց ես քեզ սրտան շնորհավորում եմ։ Դու քո հլու հլանզանդի կերպարը իդեալական կերտել ես։ Ես էլ քեզ, դու էլ քո ռեպերտուարի մեջ էիր։ Հա, ու ես հպարտ եմ։ Շատ իզուր։ Մանե ջան, եկել էիր թևերդ մեկ էլ վերարկուտ վերցնեիր, չէ՞։ Քնա վերցրա էլի, այնքան ես խոսում, ափսոսում եմ, որ ինչ-որ միտեղ քնած չեմ ես։ Կարաս ինքդ գաս, թե մարդ ուղարկեմ գա հավաքի տանի։ Հա, չեն Էդմոնին ասա, թող մի հատ կռան վերցնի, մի բաժակել թան ու գա ստեղ։ Երկաց։ Օ, Մանեն օգնում է Ալենին։ Մանեն շատ բարի է։ Մանեն շոպլիկ է։ Իսկ Ալենը ինչպես միշտ անշնորհակալ։ Ճիշտ է։ Էս Խմած։ Դու, հացը դու։ Ոնց անցավ երեք։ Անցավ։ Քեռին մի քիչ շատ էր խմել, բայց հալա դա։ Բինը դիմանում է։ Մանեին ոնց ընդունեցին։ Մանեից չեն կարող վատ ընդունել։ Գիտե չէ, Մանեն հայտնի դեմք է դարձել։ Բոլորը գալիս հետը նկարվում էին։ Իմացան իմ աղջիկներ, եկել ձեռքս էին սեղմում։ Բոլորից սիրուն ինքն էր, չէ։ Աբել։ Ահա, դե անցնենք քեզ։ Դու ինչի քերուտ չեք ապտում, հա։ Դե չասեցի։ Ես գնում եմ գործի։ Դու նստի ու հարցերից պատասխանի։ Դե պետք է Լիլիին ճանապարհի, ոչ է թողնում մենակ գնար։ Ում հետ որ եկել էր, թող նրա հետ գնար տուն։ Մենակ էր եկել մամա ջան։ Մենակ չէր եկել։ Քեռի։ Ինչ։ Ինչ կա այդ եմ ասում, ինչ ես նեղան։ Ես գնացի։ Ասի, աղջիկի մոտ ես գնում, ինձ դա։ Հետո Խելքն ու թավակյա մի բայց մարդ ես իա։ Գործով եմ գնում։ Պետք է օֆիսի ամեն մի քանի բան առնեմ։ Եթե չեք մոռացել, վաղը պաշտոնական բացումն է։ Բարի ախորժակ ձեզ։ Թող մտքից հանի այդ աղջկան իմ առանց։ Էդ ինչի։ Ճիշտ է ասում։ Մեր տղեն ափսոս չի Մարկի քրոջ հետ հանդիպի։ Բայց ինչ ահավոր եք երկուստ էլ։
Վայ, ոնց ենք ձեզ դիմանում, վայ, մենակ ես գիտեմ։ Մամա ջան, եթե չեք դիմանում, գնացեք գյուղ։ Տղա ճիշտ է ասում։ Ասիկ բրծակ։ Մեղացել էր։ Գնացիր տշարի։ Մայքած։ Լավ։ Ալևեկած։ Եվա։ Ովա։ Որ աչքերդ բացես կտեսնես։ Այս ինչ ես դրել։ Թրջոց եմ դրել, դե որ ուռածությունը չերևա, կապտածը չերևա ու որ չզգացվի, որ մեռած եմ եղել գիշերը։ Մի քիչ ուշ գայիր, կամ ընդհանրապես չգայիր, մնայիր, քնեիր։ Լսի դու չես պատկերացնի, ես առավոտյան ինչ թարմ տեսք ունեի։ Նենց աշխուժ էի տանը։ Ինչի։ Դե որ մագան հանկարծ չկասկածի, որ գիշերը խմել եմ։ Էլի Ալենի հետ խմել ես։ Ինչ իմացար։ Որովհետև քո օրին էլ նա է։ Ուրա եկել է, ուրա հիմա։ Կաբինետում ժողովի է։ Այդ վիճակում ինչ ժողով։ Մեծ տղա է, դա քեզ դուրս կգա։ Ալավ ճիշտ ես ասում։ Ինչ ես այսքան շուտ եկել, իմ հեշտն է։ Հա, էլի, կարայի մնայի մի 2 ժամ էլ քնեի։ Դեսի բայի իմը երբ հա դրած։ Սամոն ինձ կսպանի։ Վայրենի ես ինչի։ Դե որովհետև հիմա պիտի Սամոյի օֆիսում լինեի, բայց սխալվել եմ, եկել եմ ստեղ։ Լսի, որ խնդրեմ, կլինի զանգես Սամոյին ասես, որ ես այդքան էլ վատ աղջիկ չեմ, հա? Ու ինքը ինձ թող չսպանի։ Վայ, թռիկ փորձեմ։ Մի րոպե մեր բացումը վաղն է։ Հա, երևի։ Բարև Աշոտիչ։ Բարև Վիլան։ Ուշացեր։ Ինչ անեմ։ Աղջկատ մինչև քնից անում ու դասի եմ ուղարկում հոգիս բերանը սակալ։ Լելին միշտ էլ դժվար է զարթնել։ Չես հավատա, բայց այդ իրավիճակին եմ կարոտել։ Ինչի չեմ հավատա։ Մի քանի օրից կգա ձեր տուն, հիմա էլ ես եմ կարոտելու Լիլիին։ Չնայած ուրախ եմ։ Վերջապես լեզուք տակ հաշտվեցիք։ Հա, դժվարությամբ, բայց հասանք դրան։ Հիմա ամեն ինչ նորմալ է։ Մնաց Մարկի հետ էլ հաշտվեք։ Այդ մի քիչ բարդ հարց է։ Չնայած կարծում եմ Մարկի ես երկրից մեկնելը կարող է ինչ-որ բան փոխի։ Արամ Աշոտիչ, մի բանից եմ նեղվում։ Խոսափում։ Հա, հետո խոսալիս ցույց չեմ տալիս, որ տունը դատարկվի։ Իսկ ո՞նց է զգում իրան այնտեղ։ Ֆորում լավ անցնում։ Դե հա, շատ լավ է։ Ու գիտես, ես ուրախ եմ, որ Աստղիկս բարձր տրամադրություն եմ գնաց։ Մի տեսակ ես վերջերս անտրամադիր էր, ինչ-որ հետո ինչ-որ բան էր պատահում։ Ամեն ինչ լավ կլինի։ Նոր գիտելիքներով, նոր հնարավորություններով կվերադառնա, Աստվածտանի լավ գործիք ընդունվի։ Հա, ես էլ եմ այդ հույսով։ Հայկուհի, մի բան կա, որ հեռախոսով չուզեցի ասել։ Ասա ինչ է։ Դե ոչ մի լուրջ բան։ Ուղղակի որոշել ենք որսով հավաքվել։ Հիշեք մեր ուսանողության տարիները, տեսնենք ով ինչի է հասել, կգաս չէ։ Չգիտեմ, երևի։ Չասես չէ։ Գիտես Արեն էլ է լինելու, Սոնան էլ, Վարդան էլ Ամերիկայից է եկել։ Ու շատ լավ կանցնում։ Այդքան ուր ենք լինելու։ Իհարկե ոչ։ Հիմա կասեմ, որ հետո դրա պատճառով ինձանից չնեղանաս։ Լևոն էլ է լինելու։ Այ հենց այդտեղից էլ պիտի սկսեիր, չէ չեմ գալու։ Լավ էլի Հայկուհի, վերջացրու։ Դրա ժամանակը չի։ Համ էլ կարող է սեղանի մյուս ծայրում նստած լինի ու չխոսեք էլ։ Իր, դու գիտես, թե ես այդ ամեն ինչի մասին ինչ եմ մտածում, չէ չեմ գալու վերջը։ Դե լավ, այսքան տարի է անցել։ Իրա, ես շատ եմ ուզում կուրս երեխեքին տեսնել, բայց խնդրում եմ քեզ, էլ չշարունակես, չեմ գալու։ Լավ, ոնց կուզես։ Ուրեն ասես, Սամվելը ոնց է լավ է։ Լավ է,
Անշարժ գույքի գործակալությունն բացել, հեռախոսը ականջին ամբողջ օրը մանա գալիս։ Դե շատ լավ է։ Շնորհավորում եմ։ Այ աստղիկիս կասեմ շատ կուրախանամ։ Ասա։ Բոլորի մուննաթ է գալիս։ Ինչ կա եկել ես։ Այդ քանի օրը ընդմիջմանը չես գալիս, ասեցի ես գամ։ Մամ, ժամանակ չկա, գործը շատ է, հաց չեմ ուզում ուտել։ Դե խուսափում ես ինձանից։ Մամ, իսկի աղբոր պես էլի, հավես չունեմ։ Վահագ, քո կարծիքով ես հավես ունեմ, անդադ նույն բանի մասին խոսեմ։ Չեմ հասկանում տղա ջան, չեմ հասկանում թե քեզ հետ ոնց խոսեմ, որ հասկանաս։ Արի, մի կտոր հաց ուտենք իրար հետ։ Հասկանալու բան չկա։ Ամբողջ օրը այս պատերի մեջ հոգնում ես, աշխատում ես, գալիս ես տուն քնում ես, հեչ ապագայիդ մասին չես մտածում, տղա ջան, ինչ ա լինելու։ Մամ, գիտես, որ ես երեխա չեմ։ Բայց քեզ երեխու պես ես պահում։ Չներանաս, բայց որոշել եմ, որ գնաս դու։ Հա, ստե մնալու տանիմաստ է։ Հետո դե տաները անտեր թողել եմ։ Հա, ես տունն եմ անտեր թողել, դու էլ ինձ։ Ես կգնամ, եթե դու էլ հետս գաս գյուղ։ Ես մնում եմ քաղաքում։ Ու եթե դու որոշել ես մնաս, ինձ ամուսնացնես Մարիի հետ կամ մեկ ուրիշի, ասեմ, որ անիմաստ ժամանակ ես ծախսում։ Բայց ինչ վատ աղջիկ է Մարին։ Ես ասեցի վատն, հա։ Ուղղակի այնքան ես խոսել իր մասին, արդեն վերաբերմունքս փոխվել է այդ աղջիկի հանդեպ, ավելի ավարտացել։ Բա ո՞ւմ մասին խոսեմ։ Ոչ մեկի։ Թող ես տեսնեմ ինչ եմ ուզում ես կյանքից։ 40 տարեկան մարդ եմ արդեն, մա։ Հանգիստ թող ինձ։ Ուզում ես, որ ամեն ինչ քո ուզածով լինի, հա։ Թող ես իմ կյանքը դասավորեմ, երեկվա լակոտ չեմ։ Չոր կող պապդ ես իսկը։ Մամ, ապրես որ եկար, հաց բերեցիր, բայց հիմա պետք է գործ անեմ։ Հասկացա տղա ջան, ուզում ես ասես, որ գնամ։ Չէ, կարաս մնաս տեսնես ոնց եմ գործ անում, բայց խոսելու ժամանակ չունեմ։ Եղավ։ Ես գնամ չխանգարեմ քեզ։ Հա, մամ։ Իմ հիշելով ես քեզ ամեն ինչ ասացի, էլ ինչ-որ բան կա։ Եկել եմ նկարահանման ընթացքին հետևեմ, այսօր վիդեոն եմ, չէ՞ նկարում։ Չէ։ Ցավոք չէ։ Ինչի։ Դե լուրջ պատճառներ կա։ Խնդիրներ կա, բայց անհանգստանալու կարիք չկա, ամեն ինչ նորմալ կլինի։ Իսկ մանան ստեղա։ Չէ։ Մանեն չի եկել, որովհետև լուրջ պատճառներ կար նկարահանումը չլինելու համար երկուս։ Բայց ինքը չի, չէ՞, հետաձգման պատճառը իրան լավ է զգում։ Հա, դու սենց անհանգիստ ես։ Չէ, լավ է զգում իրան։ Խնդիր չկա։ Ամեն ինչ կարվի, դու մի անհանգստացի։ Բարձա։ Դե ուրեմն նկարահանման օրվա մասին հստակ տեղեկություն կուղարկեք մեր օֆիս։ Ես աշխատող կուղարկեմ, որ այդ ամեն ինչը վերահսկի, լավ։ Ուժեղ աղջիկ է, աղջիկ։ Դեն ասում ա քաշել։ Մի խոսքով աշխարհը ոչ մարկով է սահմանափակվում, ոչ էլ այդ քորեվանով։ Կպատրաստվես, կգնաս այդ քո քեֆին։ Ավելի քթով մտածի գա, թե չգա, եթե դու գնում ես, ոչ թե դու։ Հա։ Մանջան, չեմ ուզում մենակ գնամ, ես ամեն չեմ ուզում հետս տան։ Կարող ուզում ես ինձ տանես։ Ո՞վ կգաս հետս։ Դե, եթե շատ ես ուզում գամ, մեկ էլ եթե առանց ինձ մենակ ես գալու։ Օբրի աղջիկ։ Ման, մեկ էլ գիտես ինչ կա, ես ինձ ես
Սիսմենոզերը սրսնցման, այս արդեն նորություն է, այդ հարցերը իմ վրա։ Հա։ Քեզ նենց սիրունացնենք բոլորի բերանը բաց մնա, ավելի ճիշտ մարդավեկի մասնավորապես։ Այ մենակ գիտեր ինձ պատված։ Դե որ մեծերը բան են ասում, լսի։ Լսի այ մեծ։ Խելոք լսում եմ քեզ։ Թե ինչ տվեցիր։ Գնանստի ես մաբերեմ։ Ջանի։ Հարամ Աշոտիչ, ինչ լավ է որ դուք եք եկել, վաղուց չէինք հանդիպել։ Ես էլ եմ ուրախ, Լևոն ջան, ես էլ եմ ուրախ։ Դե դու գիտես, ես քեզ առանձնահատուկ ձևով եմ վերաբերվում։ Դե դուք իրար հետ կապված ինչքան ուշեր ունեք։ Որ ծառայության էի, ինքը շատ հաճախ էր երևում մեր կողմերում։ Հա, այն ժամանակ գործս նոր էի սկսել։ Հաճախ էի գնում էի, նստում էինք, զրուցում էինք։ Դեռ ոչ օֆիս ունեի, ոչ ինչ-որ ձեռքբերումներ ունեի։ Խորհուրդներ էր տալիս Արամ Աշոտիչին։ Դե դու էլ խորհուրդներ։ Զրույց էինք անում, փիլիսոփայում էինք։ Չէ, մի ասա, որպես խորհուրդներ էր տալիս, ես էլ թղեր էի առնում։ Այդ գործը իր մոտ լավ է ստացվում, մարդկանց մեջ հույս արթնացնել, ուժ տալ։ Հա, ուրախ եմ, որ կարողացել եմ օգուտ տալ։ Մենք էլ ենք ուրախ, շնորհակալ ենք, խորհուրդներ էր տալիս, դրանից հետո ինձ թվում էր, թե ծովը ծնկներից սա։ Դե լավ է, որ այսքան տարի հետո մեր ընկերությունը կարողացել ենք պահպանել։ Ապրեք։ Հա, շատ լավ է։ Այ եթե կարողանանք խնամի էլ դառնանք, ավելի լավ կլինի։ Լևոն, ճիշտն ասած, այդ թեմայի շուրջ ուզում էի հետդ խոսել։ Ինչ-որ բան է եղել։ Հա, եղել է, ես խոսեցի Լիլիի հետ, այդ հարցի շուրջ։ Չգիտեմ Արայիկը ձեզ ինչ է ասել, բայց Լիլին կտրականապես դեմ է։ Ոնց։ Դե ես փորձեցի տարբեր կողմից մոտենալ այդ հարցին։ Փորձում էի հասկանալ ինչու նախնդիրը, լուծումներ տալ, բայց չէ, աղջիկս դեմ է ու դեռ չէ։ Ծրեք, ես կարծում եմ, այս խոսակցությունից հետո ձեր փոխհարաբերությունները չի փոխվի։ Դե չէ, հա, ինչ պիտի փոխվի։ Հիմա ինչ անենք, որ Լիլին դեմ է, ինչ կարող ենք անել։ Ապրես, զորով ստիպելով չի։ Բայց Արայիկը ուրիշ բան էր ասում, գիտես, ասում էր, որ իրանց հարաբերությունները շատ լուրջ է, որ իրանք ապագայի պլաններ ունեն։ Դե ես ասում եմ այն, ինչ ասել է Լիլին։ Կարող է վիճել են։ Չգիտեմ։ Եթե վիճել են, չեն վիճել, դա էլ է իրանց անձնական հարցը։ Մենք չպետք է խառնում ենք իրանց գործերին։ Հա, մենք պետք է պարզապես կողքից ընդունենք, որպես մեծ։ Լևոն, ոչ չնեղացար։ Դե չէ, հա, ինչ նեղանալ, այսքան տարվա ընկերներ ենք։ Հիմա եթե երեխեքը իրար չեն հավանում, մենք ինչ կարող ենք անել։ Ճիշտն ասած, ես վախենում եմ այս խոսակցությունից, բայց ուրախ եմ, որ դու այսպես հարձագանքեցիր։ Տղերք, ես կարծում եմ դուք ուրիշ ելք չունեք։ Դուք պարզապես պետք է ընդունեք երեխեքի որոշումը, հարմարվեք ու առաջացնեք։ Սա է ձևը։ Բայց լավ չի, որ Սարան տանը չի։ Վաղուց չէինք հանդիպել։ Ասում եմ, այս քանի օրը մեր կանանց հետ միտեղ չգնանք, նստենք։ Հա, անպայման, իհարկե, անպայման։ Լավ, գոնե թույլ կտաք ձեր ընկերության կենացը խմենք, բանում չեմ տեսած։ Հա, վերցրեք։ Տեր Աստված։ Ուրեմն ցենց 3 շամպայն, 4 շիշ գինի։ Շամպայնը քիչ է, ավելացրու։ Լավ, գրի 4։ Ես ամա հոգնեցի ես քո ցուցակներից։ Ամեն ինչ տեղն է, էլ ինչ ես մտածում։ Չգիտեմ, անհանգիստ եմ։ Բա որ լավ չանցնի, բա որ մարդ չգա։ Լիքը մարդ է գալու։ Կտեսնես։ Բա որ լրագրողները չգան։ Ման ախր ամեն օր այս քաղաքում տենց գործակալություն է բացվում։ Ինչի հենց իմը պետք է իրանց հետ գրի։
Մի հատ հանգստացի։ Տղա ջան, մի հատ պես մի ամսում ինչ հաջողությունների ես հասել, ինչի՞ ես դու այսքան վատատես։ Որովհետև ես ուզում եմ հարստանամ, ես պետք է ապահովված լինեմ, որ Լիլին չնեղվի իմ հետ ապրելուց, որ Լիլի ծնողները չմտածեն, ես իրանց աղջկա համար հարմար թեկնածու չեմ։ Լուրջ է այդքան Սամոն։ Հա, լուրջ է։ Շտա չեմ հասկանում ես ոնց կարա այդ աննորմալին սիրեի, Ես էլ չեմ հասկանում, գիտես։ Կյանքի օրենքն է տենց, գնում ենք կպնում ենք այդ աննորմալների։ Բա Աստղիկը։ Հա, դու էլ ոնց որ մաման լինես։ Ինչի։ Աստղիկը կգա, ես ոնց պետք է կնստեմ հետը կխոսամ։ Լիլին ինչ է ասում։ Լիլին սկզբում դեմ էր, բայց ես վերջերս ինչ-որ բան փոխվել է։ Չգիտեմ ինչ, բայց դեպի լավն է փոխվել։ Այդ խփնվածը լավ աղջիկա է։ Ճիշտ է, շատ տարբեր է մեզանից էլի, բայց դե մեր նման չի, բայց լավն է։ Ո՞վ պետք է մեր նմանը։ Գալու է վաղը։ Ասել եմ, խոստացել է, որ կգա։ Քոնե ձեր մոտ մի բան ստացի։ Ոնց բայց դու հարմար պահ լինի մամայի հետ խոսա էլի։ Թարսվել է Լիլիի դեմ ինչա մարտի քուրն է։ Այդ ինչ կապ ունի։ Քերն էլ է նույնն ասում։ Թե բա դրա քրոջը տուն չբերես։ Ասել են ես տուն չբերես, չէ՞։ Դու եկա մարդ ես, սեփական գործակալություն ունես, ուրիշ տուն տուր։ Սամոն, ուզում ես այդ աղջիկա հետ դիմել։ Ինչ ես աչու ձախ լսում, ինչ են քեզ ասում։ Ինչ ուզում ես հետ էլ արա։ Թե չէ։ Մաման ասում է, քերին ասում է, պապան ասում է։ Ես դեմդ վառորինակ։ Սիրորված պինգվին։ Ախպերս, տենց բաներ։ Նոշում ես ու Լիլին գնացինք տուն, ավելի շուտ Լիլին տարատուն։ Մանան էլ հոր հետ գնաց։ Հաստատ այդքան բան։ Հա, ախպերս, հաստատ։ Այդ լավ է, որ մանեն հոր հետ ա եղել։ Հա, էլ։ Իսկ գործերից ինչ կա։ Արա մի բան են չի։ Ինչ ա եղել։ Արա դե հորս թեման է տարածվել, չգիտեմ ոնց, չգիտեմ որտեղից, բայց վատով տարածվել ախպեր։ Այդ թեման մենակ Արոն գիտեր։ Ինքն էր, չէ՞ օրս ասել։ Չէ, ապեր, Արոն գործից դուրս է եկել։ Հələ մի վարքյան։ Արա Արոն։ Արա կարող է դա սաղին պատմել։ Չհասկացա, բա ինչին է պետք է։ Ոնց։ Վատություն անելու համար, ախպեր։ Դրանից ամեն ինչ սպասելի է, կարող է նենց է ուզում անի, որ հերեդ գործից հանի ինձ, քանի դու ստեղ չես, էլի։ Բա պապան ինչ է ասում։ Հələ որ ոչ մի բան։ Հələ որ աշխատում են։ Okay, ուրեմն տենց էլ շարունակի։ Արոյին էլ հանկարծ բան չասես, ես կգամ, կհասկանանք ինչ ենք անում ու ինչա կատարվում։ Ապե լսի հլը։ Այն Հայկի աղբերն է հայտնվել։ Շատ անդուր գյադ է, գիտես, չէ՞։ Հեշտ դուրս չեկա։ Լավ է։ Այդ արդեն հետաքրքիր է, հələ մանրամասն պատմի։ Ապե ուրեմն մի հատ գեր։ Սրանք այսօր կվերջացնես, ես վաղն եմ գալու, սեղանից կտորես, լավ։ Ագա, եթե։ Ամեն ինչ կարգին է։ Հա, պարոն Քարամյան, բայց ես դուրս եմ գալիս ու այսօր հետ չեմ գալու։ Ոչինչ, խնդիր չի, չէ՞։ Չէ, խնդիր չի, Մագա, բայց ամեն ինչ կարգին է։ Հա, շատ լավ է ամեն ինչ։ Այսօր Սամվելի օֆիսի բացումն է, պիտի գնամ որ օգնեմ։ Ինչ ես ասում, Սամվելի օֆիսը բացում է, հա։ Հա, ճիշտ չի լինի, էլի չգնամ։ Չէ, գնա, անպայման գնա, Մագա ջան, գնա։ Դե լավ, մինչ վաղը։ Ապեր, ես քեզ հաստատ բան եմ ասում, իր հերը նստած է։ Ուղղակի իր տղու հետ շատ մոտ է, էլի։
որ պայն որ դուրս եկավ տղեն բերելու է այս գործերի վրա, հաստատ բան եմ ասում։ Հատ ինչ տարբերություն նույն բանը չեն, հետ է տղը։ Լավ, կհանդիպենք խոսենք։ Ինչ ես անում։ Էդ ում հետ ես խոսում։ Հեր սանատներից մեկ։ Իսկ ում մասներ խոսում։ Այդ կարևոր չի մամ ջան։ Կարևորը գիտես որն է, որ հեսա Մակարյանի գործերը այնքան են վատանալու, որ ինքն է մեզ խնդրելու, որ ես իր աղջիկը այդ ամուսնանա։ Ինչ ես խոսում է։ Դու ինչ գիտես, որ Մակարյանի գործերը վատանալու են։ Մամ ջան, վստահ ինձ տղետ հիմար չգիտի ինչ անում։ Գնաս։ Ամեն ինչ պետք է իդեալական լինի։ Սամոն այսօր շատ է սպասել։ Ամբողջ գիշեր չի քնել տեղի։ Ես չեմ քնել։ Դու ինչի։ Դե որովհետև ես էլ էի անհանգիստ։ Չեք կարծում ես ափսեները կհավանի Սամոն։ Լիլի, ասամի ուշքի միտքը ափսեները չի։ Սերուկներ, ոնց է աշխատանքային վիճակը։ Փոչիկները բերել եք։ Հա, բերել ենք, նորմալ է ամեն ինչ։ Շեֆ ասում եմ համարյա պատրաստ է ամեն ինչ։ Մագա ջան, ինչ ես սենց ծուր կտրում ես մրգերը։ Վայ, Սամո ջան, ոնց կարողանում եմ, տացել կտրում եմ, դե կներես։ Ուրիշ աման չկար։ Դուրս տեղ, հա։ Նա դու ուրիշ գործով գնաս բախվի, ամեն ինչ լավ է լինելու։ Եվա լրագրողներին կանչել ես։ Հավա ինչ եմ արել։ Ոչ լավ է, հեսա կգան լիքահոդվածներ կգրեն, հաճախորդներ կունենանք, հայտնի կդառնանք, հարուստ։ Հələ, սպասի։ Դքան առաջ մի ինք է, դու ավելի վայր փոչիկները փչի։ Ես? Ես չէ, ես չեմ կարել, ես շրտներ կեմ կսել։ Ես չեմ կարա փոչիկ փչեմ, այդ ինչ աղջկայի գործ է։ Ես այդքան ուժ չունեմ։ Հա, լավ, ես կփչեմ։ Իսկ Եվա ջան, կարող եք դու ունեմի գործ անեի։ Ես արդեն ամենակարևոր գործը արել։ Ո՞րն է։ Այդտեղ աշխատելն է։ Դե հեսա դուք գնալու եք միջոցառումից հետո, ես պետք է երկար դիմանամ սրա։ Դե լավ, այդքան ինչ հապազանցություն իմանալ այդքան այդ բանը։ Սամոն ջտված ես։ Փլավ ես կերել։ Այսինքն։ Ուզում ասի ամեն ինչ դերքից ընկնում է։ Բայց փլավն ինչ կոպում։ Հա լավ, ես կհավաքեմ ես ապսեն, որ չասեք Եվան բան չի անում։ Դե լավ, գոնե մի բան կանես։ Okay, մագա։ Yo. Քեզ էլ տա։ Այս տունը շատ էի կարոտել։ Դրա համար էի ասում, արի միասին ապրենք։ Հա, երևի տենց էլ անենք, հայք։ Հյուրանոցում երկար մնալ հնարավոր չի։ Բարձրը չեմ ուզում մնալ։ Մանավանդ, որ այս տունը շատ մեծ տուն է, չէ՞։ Շատ մեծ է, բայց մտածում էի դու ուրիշ պլաններ կունենաս։ Ինչի թթվեցիր։ Արի չխոսանք էլի այդ թեմայով։ Հայք կա ինչ-որ բան, որ ես չգիտեմ։ Չէ։ Բա ինչ է կատարվում, կասես։ Ոչ մի բան։ Ես ուզում քեզ հարցնեի։ Ես երկու օրվա մեջ մարդ չես տեսել։ Սկսվեց։ Չէ, չեմ տեսել, չեմ էլ տեսնելու։ Այս թեման ընդմիշտ փակ է, վերջ։
Ժողովուրդ ամեն ինչ պատրաստ է։ Ամեն ինչ պատրաստ է, դեռ ազատ ժամանակ էլ ունենք։ Նստի աննստացի էլի, կորը շունչ քաշին իրոք։ Դե լավ այլի, դուք նստեք, ես տեղ գործ անեմ։ Հայլի ոչ մեկ չի օգնում ընկերուս, հեսա ես կդամ։ Չէ, դու նստի, ես կօգնեմ։ Կարող է դուրս գան երկրոպը մենակ թողնեն։ Ինձ թվում է լավ բան է, չգնաց խմի չարած կրած։ Օ, վայ, ինչ ճիշտ ժամանակին եկաք, բարև ձեզ։ Բարև ձեզ, հա։ Բարև ձեզ։ Էս արել եք, հա։ Ապրեք, երեխեք ջան, ես ինչ լավ եք սա։ Ես մեծավարիկը նաև կորոշեմ ինչպես։ Ապրեք, շատ լավ ամեն ինչ արել եք։ Բարև ձեզ, բարև։ Տրամադրությունը ո՞նց է Սամվել ջան։ Լավ, մամ ջան։ Սիրտս վկայում էր, որ սենց բան եք անելու սխալ։ Ով ա տեսել, առանց սփռոց սեղան մտնել։ Լավ է հետս բերել եմ։ Լավ էլի այ հոր։ Դե լավ, դե ինչ տարբերություն։ Հիմա հա այսքանը չենք քանդելու նորից, սփռոց գցենք, դասավորոր ենք, արել ենք։ Չէ, ես այս բոլորը կհավաքեմ, սփռոցը կփռեմ, նորից կդասավորեմ։ Մեկը լիքը ժամանակ ունենք։ Բայց ինչ կարիք կա որ։ Չէ, խնդիր չկա։ Եթե Սամոյի մաման ասում է, ուրեմն դա չի քննարկվում։ Վերջ, մեկուրնի։ Տղիկ։ Աչքս մտնի։ Այ ժողովուրդը հանգստացեք, հա, ոչ մի բան էլ անել պետք չի։ Վայ։ Սամո ջան, ապրես բալես, ցավը, ապրես, ինտա, ես է պարտանում եմ քեզ, ապրես։ Լավ ա քերոտ։ Դա ինչ, կստացվի մի բան։ Ես քո մեջքին կանգնած եմ, ոնց կարող է չստացվի։ Տեսա կգամ, հա։ Մի արա, աղջիկ ջան, մի արա, ծովը տա։ Սամվելն ասեց, սենց լավ։ Հա։ Սիրունա չէ դասավորված փուչիկները։ Հա, շատ։ Ապրեք։ Ոչ թե ապրեք, այլ ապրի Լիլին։ Ապրեք, բոլորն էլ ապրեք, որ Սամվելի սխորքին է։ Ուղղակի եթե Լիլին չլիներ, մի տեսակ կարող է այստեղ լիքը բան չլիներ։ Հանգիստ աղջիկ ջան։ Տեսնեմ Սամվելը սուր է դա։ Լավ։ Քեզ չի նեղացնում, չի մտ ինձ նեղուց կարան ինձ նեղացնել։ Ճիշտ ասես, բայց մեր մեջ ասեց, քիչ չափից։